Իմ սիրելի Գեղարքունիք, դու պարզապես մարդ չես, դու Սևանի կապույտ հայլին ես, դու լեռների մեջ ապրող համար մարդն ես, դու ձգնոսի ձեռքն ես, հողի վրա կրացած գյուղացու ճակատի քրտինքն ես, դու այն սահմանապահ հայն ես, որ ամեն օր ապրում է վտանգի կողքին, բայց չի լքում իր տունը։ Տարիներով քեզ խոստացել են զարգացում, բայց իրականում քեզ թողել են աղքատության, գործազրկության ու անտարբերության մեջ։ Սևանը թաղանել են, գյուղացին մնացել են մենակ, երիտասարդը աղբթագաղթի ճանապարհին։ Իմ առաջնորդությամբ Գեղարքունիքի նկատմամբ իրականացվելու է հատուկ սոցիալ-տնտեսական զարգացման պետական ծրագիր։ Սևանը լինելու է պետական պաշտպանության հատուկ գոտի, դադարեցնելու է Սևանի անխնաշահագործումը, ապօրինի ձկնորսությունը, բնապահպանական հանցագործությունները։ Սևանի ափերը վերածվելու են միջազգային մակարդակի զբոսաշրջային եւ հանգստի կենտրոնների, պետության կողմից հսկվող գնային քաղաքականությամբ, բացառելով գերշահույթը։ Գեղարքունիքի ձկնորսը պետք է ապրի արժանապատիվ, ոչ թե մշտական տուգանքների ու կոռուպցիոն ճնշումների տակ։ Ստեղծվելու են պետական վերահսկողության ձկնաբուծական ծրագրեր, վերամշակող գործարաններ, արտահանման ուղիներ։ Սևանի իշխան անունը պետք է դառնա հայկական որակի համաշխարհային խորհրդանիշ։ Գեղարքունիքի գյուղացին պետք է ապրի իր աշխատանքի արդյունքում։ Պետությունն ապահովելու է էժան վարկեր, սուբսիդավորված վարելիք, գյուղտեխնիկա, անվճար խորհրդատվություն, պետական երաշխավորված մթերում։ Անասնապահությունը, կարտոֆիլի արտադրությունը, մեղվաբուծությունը դառնալու է պետական առաջնահերթություն։ Վարդենիսից մինչև Ճամբարակ սահմանապահ գյուղերը այլևս չեն մնալու մենակ։ Կառուցվելու են անվտանգության նոր համակարգեր, ճանապարհներ, ապաստարաններ, նոր բնակարաններ երիտասարդ ընտանիքների համար։ Բացվելու են արհեստագործական, տեխնոլոգիական, գյուղատնտեսական, ուսումնական կենտրոններ։ Ստեղծվելու են արտադրական փոքր ու միջին ձեռնարկություններ, որպեսզի երիտասարդը ապագան տեսնի հենց իր մարզում։ Վերակառուցվելու են մարզային ճանապարհները, ոռոգման համակարգերը, խմելու ջրի ցանցերը, գյուղական բուժկետերն ու դպրոցները, ոչ թե ամեն տարի մեկը հետևից փակվեն գյուղի դպրոցները, չկա դպրոց, չկա գյուղ։ Գեղարքունիքի թոշակառուն, ուսուցիչը, զինվորի ընտանիքը, բժիշկը պետք է զգան պետության ներկայությունը, ոչ թե ընտրությունից ընտրություն խոստումներով, այլ ամենօրյա իրական աջակցությամբ։ Սևանը, Հայրավանքը, Նորադուսը, Սոտքը, Վարդենիսը, Ճամբարակը, իմ սիրելի Շոժան պետք է դառնան հայկական եւ միջազգային զբոսաշրջության կարևոր ուղղություններ։ Զարգացվելու է էկոտուրիզմը, լեռնային տուրիզմը, ձմեռային հանգիստը, ազգային խոհանոցն ու մշակույթը։ Գեղարքունիք, դու չափազանց երկար ես համբերել։ Ժամանակն է, որ Սևանի ափին ապրող մարդը ապրի ոչ թե գոյատևելով, այլ արժանապատիվ ու ապահով կյանքով։ Իմ առաջնորդությամբ կառուցելու ենք արևային Հայաստան, որտեղ Գեղարքունիքը լինելու է ոչ թե մոռացված սահմանամերձ մարզ, այլ Հայաստանի հպարտությունը։ Իմ սիրելի Գեղարքունիք։